Այսօրվանից սկսելու ենք մեր նոր կրուզը Carnival Dream նավով։ Սովորաբար ձմեռային օրերին ես ընտրում եմ տաք երկրներ, հիմա գնալու ենք Կարիբյան ավազանի ուղղությամբ։ Կրուզը սկսվելու է Գալվեստոնից, Տեքսաս նահանգից, եւ մենք ինքնաթիռով Բալթիմորից ուղևորվում ենք դեպի Գալվեստոն, Տեքսաս։ Հետաքրքիր շահողականից լցնում ես ինքնաթիռի թևի վրա, հավանաբար եղանակացոտ է, սառույցի դեմ է, ինչա, չգիտեմ, ես պիտի գնամ պարզեմ հիմա օրինակ, առաջի անգամ սենց բան տեսա, նա մեր թռիչքն է, մի քիչ ուշանում է այս սա պատճառը, որ թևի վրա լցնում են այս նյութը։ Առաջին նավահանգիստը, որ գնալու ենք, դա Քիվեստն է, Քիվեստում ես եղել եմ, Ֆլորիդայի ամենածայրագույն մասն է, որտեղից Կուբան է համարյա երևում, շատ հետաքրքիր նավահանգիստ է, որտեղ գտնվում է Հեմինգուեյի տուն-թանգարանը, հիմնականում ես դրա համար ընտրեցի Քիվեստի ուղղությունը։ Այնուհետև շարունակելու ենք դեպի Սուրբ Մարտին, Սենթ Մարտին, Սենթ Թոմաս, Սենթ Գրուա, Օչորիո, Ջամայկա եւ այլ կղզիներ, այս կղզիներից ոմանք պատկանում են Ամերիկայի Միացյալ Նահանգներին, ոմանք պատկանում են Նիդերլանդներին, Անգլիային, իսկ կղզիներից շատերը ես եղել եմ, բայց մի քանի կղզի կա, որտեղ ես առաջի անգամ եմ լինելու։ Բոլոր կղզիները, որ մենք գնալու ենք, տաք երկրներ են, տաք կղզիներ են, ես հիմնականում այս ցուրտ ձմեռային օրերին ընտրեցի այս ուղղությունը Կարիբյան ավազանի այս կղզիները, որ մի քիչ տաքանանք։ Մեր ինքնաթիռը արդեն վայրեջք է կատարում Տեքսասում եւ ես սովորաբար մեկ օր առաջ կրուզից վերցնում եմ հյուրանոց, հյուրանոցը ընտրել եմ օդանավակայանի մոտ հյուրանոցներից մեկը։ Բավականին հին հոթել է, սենյակը մեծ է, նորմալ է սենյակը մեծ է, տեղաշորերը կա, մահճակալները, ինչ կա, TV կա, տիպիկ հոթել է, այս հոթելի սենյակը, սառնարան ունեն, միկրովալնովկա ունեն, էլ ինչ ես ուզում, մայքրովեյ։ Կարող է սառնարանում ջուր դրած ունեն սխալված։ Էլ բացի։ Չէ, բան չի դրած։ Ամերիկյան ես օդանավակայանից տիպիկ ես հոթելներն են։ Մի քիչ այժաններ վերցրեցինք, որովհետև ընդամենը մեկ օր էինք մնալու։ Չուզեցանք սրա վրա շատ ծախսել։ Կոֆե կա, հա, օքեյ, կոֆե կա, դա լավ։ Հիմա մի քիչ զուգարանի պահն է նկարեմ, լողարանը, զուգարանը։ Դե մի գիշեր կարելի է էլի մնալ։ 1000 օր չենք մնալու, մի գիշեր պիտի քնենք, առավոտ պետքա գնանք կրուզը մեր։ Ստորեն մեր հոթելն է, այստեղից մտանք, երրորդ հարկում ենք, հենց շատ մի երևելի հոթել չի, սովորական ամերիկյան հոթել է, օդանավակայանին կից, մեզ էլ էտ է պետք, նաև փուլ էլ ունեն, բայց այսօր փուլի եղանակ չի, դրսի փուլ է, ֆիթնեսի պարապելու տեղ ունեին, ջիմ ունեին, այս է մեր սենյակն է, հեսա կբացենք 319 Չէ, այս մասը հետաքրքիր է այս ֆոյեի այս մասը առավոտը բրեքֆաստ ունեն, հետաքրքիր է, բրեքֆասթն է կնկարել առավոտը նախաճաս է փորք սոսիջ կա ստեղ չիզ ամլետ կա և էգ ամլետ կա Օթմիլ, անկույզ, սինամա, աստեղը մենք սարկեցինք մեր պանկեյքը, սեղմեցինք օքեյը ու սարկեցինք։ Աստեղը սաղմարանում էլ հետաքրքիր բաներ ունեն, կատ, քրիմ չիզ, յոգուրտների տեսականը։ Հոթելը մեր ներսից
Հարցնում եմ, թե այս փուլը տաքացնում են, թե չէ, եղանակը շատ տաք չի իհարկե այստեղ, Ֆլորիդայի նման, բայց կարծում եմ, որ փուլը տաքացնում են։ Առավոտյան հյուրանոցում նախաճաշեցինք, հետո հյուրանոցի հատուկ free shuttle ուներ, բաս ուներ, որով մենք գնացինք նորից օդանավակայան, որը մոտ էր էլի հյուրանոցին, քանի որ օդանավակայանի հյուրանոցներից մեկն էինք վերցրել, եւ օդանավակայանում արդեն մեզ սպասում էր Կարնիվալի ընկերության գրասենյակի ներկայացուցիչը, որը բոլոր մարդկանց, որոնք հերթագրվել էին Կարնիվալի բասին, իսկ Կարնիվալի բասը մեզ տեղափոխելու էր դեպի Գալվեստոն նավահանգիստը։ Նավահանգիստը գտնվում էր մոտավորապես 40 րոպե հեռավորության վրա Տեքսասի օդանավակայանից։ Բոլորին հավաքագրեց, բոլորին հերթագրեց, սպասեցինք մոտ կես ժամ 40 րոպե, մինչև բոլորը հավաքվեցինք եւ Կարնիվալի բասով ուղևորվեցինք դեպի նավահանգիստը, որտեղից եւ սկսվելու էր մեր կրուզը։ Galveston, Texas. We are getting close to ship. Նավերը երևում են հերից։ Սա հասնում ենք տեղ արդեն։ Galveston քաղաքի մեջ ենք, Texas։ Հիմա մոտենում ենք նավերուն։ Այսօր հունվարի 18 գիրակի է 2026։ Ճիշտն ասած, այդ նավ նստելու process-ը էլ չեմ նկարել, որովհետև սարսափելի հոգնած էինք, եւ պլյուս դրան էլ security-ն չի թույլ տալիս սովորաբար այդ process-ը նկարել, դրա համար ես չնկարեցի։ Հասանք նավահանգիստ, հասանք նավի մոտ, անցանք այդ բոլոր պրոցեդուրաները, այսինքն ստուգեցին մեր փաստաթղթերը, ճամպրուկները հանձնեցինք, այդ ճամպրուկները հետո գնալու են մեր դրան առաջ, մենք ընդեղից միանգամից վերցնելու ենք, մեր սենյակի դրան առաջ են դնելու, մենք գնալու ենք, վերցնենք մեր ճամպրուկները ընդեղից, ձեռքերս թափ տալով մտանք նավ, որոշակի ժամանակ սպասում ես, մինչև սենյակները պատրաստ լինի, սովորաբար 1-ից 1.5 2-ից հետո նայած նավում սենյակները պատրաստ է լինում եւ արդեն կարող ես մտնել քո նավի սենյակը։ Սենյակը որն է հիմա, թիվը ասավ, որ մի հատ ֆիքսեմ։ 24-11։ Մի հատ ֆիքսեմ։ Շատ հեռու չենք, 24-27-ն է ստեղ։ Սա այդ հիշարժան մոմենտն է գալիս, մտնելու ենք սենյակը։ Հիշում ես անցյալ անգամ փորձեցինք դուրը բացել ու չէր բացվում։ Ահա, էսա։ Այս նամակը դրված է, վերցնում ենք։ Նամակը մերն է այս անգամ ուզանք, ուրիշի նամակ չենք վերցրել։ Ավելի ճիշտ իրանք չեն դրել։ Հիմա այդ նամակից բացում ենք, մեր բանալիներն ենք հանում։ Okay, հանի։ Ու հիմա դուրը անցյալ անգամ ոնց էինք անում։ Բացում ենք ու չի բացվում։ Okay, արագացրա, որ չկտրեմ։ Դիր։ Okay։ Մտանք մեր սենյակը, առաջի անգամ ոտքերներս խելով լինի, արդեն պատրաստ է սենյակը, հավաքած, սիրուն։ Առաջի տպավորությունը, նկարները այս անգամ սիրուն են, bright նկարներ են սիրուն ավելի, չէ՞։ Ահա, հետո ինչ կա։ Արի դնենք պայուսակը, մի հատ արագով նկարենք։ Ինչ ունենք։ Չնայած բոլոր safe կա, safe-ը այս անգամ ներքևն է։ Okay, սառնարան կա։ Այս ջրերը կան դրած, ջրերը մենք սովորաբար չենք վերցնում, բայց մեզ տալիս են։ Այս մենք որպես պլատինիում անվճար ջուր ունենք։ Okay, մի հատ մնացած տեղերը ես նկարեմ։ Տեղը դարակներն են, հեռախոսը զանգես։ Դարակները բացեցինք, ստեղ էլ կան։ Եվ այլն։ Ահա։ Ստեղ էլ դարակներ ունենք, okay, այս է ջիլետները, որ խեղդվենք հիմա լոգարանը։
նկարանն էլ է պատրաստ, ամեն ինչ կա առաջին անհրաժեշտության համար, շամպուն, շաուրի համար, գել, սրբիչներ, այս մենք ենք, հիմա բալկոն գնանք նկարենք բալկոնը, իսկ հիմա նկարում ենք մեր բալկոնը, ես էլ առաջի անգամ եմ բացում, տեսնենք, աու, որտեղից է բացվում, ստեղից է բացվում, տեսնենք ինչ տեսարան է լինելու մեր բալկոնից, ինչ աղմուկա դա, որովհետև ստեղ աշխատում են, բայց բալկոնը ես է մեր, հետո ավելի հանգիստ իրավիճակում կնկարեմ, ստեղ էլի դարակներ կան, ֆեն ունենք, օքեյ, լավ է, այստեղ մեր լվացքները կարող ենք դնել, իրանց տալիս ենք անվճար, հետո սիրուն հաղթոկում պատրաստ վերում տալիս են, մանավանդ եթե պլատինիում անդամ եք, այդ լվացքները ձեր համար անվճար են, այստեղ ունենք սառնարան, այստեղ սեյֆ ունենք, փաստաթղթերն ենք սովորաբար մենք այստեղ դնում, կարևոր, ջուրը փողով է, բայց պլատինիում անդամների համար մեզ հիմա կգնանք մեր ջուրը անվճար կվերցնենք, այստեղ աշորերը նոր նկարեցի, տեսակ արդեն, շինը որ եկանք իհարկե բուֆետը եկանք, ու վերցրեցինք մեր սովորական սիրած շրիմպը, որ միշտ վերցնում էինք, բուրգերը իրանց շատ համով է, հետո կնայենք արդեն, սալատների մասը նկարում, գրեթե միշտ նույնն է սալատները լինում, այսօր առաջի օրն ենք մենք եկել ու բուֆետից ենք սկսում ճիկներն են անիրա վերջացել է այստեղ ռայս կա բորեկի նման է ստեփան նայ ինչ է լազանյա է ուզես այլ է կողել լավ, ես անգամ անունները գրված ասեմ, ինչա ֆրայզը լավը չէր, ջուրից չեկավ ես, շատ էր վարած դեղ բան կա, կարծեմ այն ինչա են, կարտոֆիլ է կարմիր կարտոֆիլն է, այստեղ ասեն մեծ ստեյք ես դրա, տես ամենատես մեծ ստեյքի Աջորդ անգամ կողնեք, ռոստ բիֆը, որ տեսան չկա, մի անգամից նորից նորը բերեցի, այդ ինչ լավն է Մասը մեծերի փուլի տեղն է, այստեղ, այդ Օ, նայքն է Պիցա են գտել, այս ճայերը Ջուրը փակած է, ըստ երևույթին հետո վաղն են բացելու, մաքրում են, փոխում են, պատրաստում են նոր ուղևորների համար, որովհետև հները այսօր գնացել են, մենք նորերն ենք։ Մի քանի հատ ուրիշ նավեր կան, մի անգամից այսօր 3 հատ, 4 հատ նավ, հսկա, մեծ, այս հենց հսկա նավեր են եկել, ու այս հսկա նավերը պահեստավորում են իրենց 7 օրվա, 14 օրվա, այդ ըստ օրերի քանակով իրենց գերակուրները ստեղ ճամպրուկներն են վերում, դասավորում, տեղավորում այդ մի հսկայական մեծ պրոցես է հլա պատկերացնում եք ինչ կան պաշար են հավաքում, այսինքն ուտելիքների, խմիչքների, ստեղ գժի նման մարդիկ ստեղ խմում են Անվճար խմիչքներ ունեցողներ կան, օրը 16-20 հատ կարող են վերցնել Հələ դուք պատկերացրեք ինչ է կատարվում ստեղ Ինչ պատրաստություն են տեսնում, ժամերով այստեղ այդ պատրաստությունը տեսնում են, որ այստեղ Մեր կրուզը այսօրվա այս անգամվա 14 օրվա կրուզա, դուք պատկերացնում եք այդ ինչ հսկայական քանակության կերակրի պաշար պիտի հավաքեն Սենց ջրաջան աշխատում են, ամեն ինչ ավտոմատացված ռեժիմի վրա է դրված
Հիմա գնանք մեր ճամպրուկները տեսնենք դրսից բերել են թե չէ, բայց նայեք հələ ահագին ճամպրուկներ հələ այնտեղ դրված են, հələ չեն բերել, բերում են։ Նա այնտեղ է մեր ճամպրուկը ոնց որ լենտով կապված։ Հələ այս ճամպրուկներ, մի կողմից ճամպրուկներն են բերում, այսինքն բերում են նավ, հեղափոխում ու յուրաքանչյուրի հարկի, յուրաքանչյուրի դրան առաջ դնում են։ Մյուս կողմից ուտելիքներն են բերում։ Նայ հələ ինչ աշխատանք են տանում, էլի։ Մարդկանց համար։ Եկել ենք ռեստորան։ Վաղը էլի ծովային նոր լինելու։ Այսօր հազիվ տեղավորվեցինք, ճամպրուկները տեղավորեցինք, էլ ինչ արեցինք մենք Ստեփան այսօր։ Սենյակները դա նավը խոզարկեցինք, որովհետև ինչքան են նույն նավերի սիստեմի են, բայց այս նավը ավելի մեծ նավ է ու մի քիչ տարբերվում է մյուսներից։ Ճիշտն ասած, ինձ այդքան էլ դուր չեկավ, մի քիչ շատ է, միտեղ գնալու համար պիտի իջնես, նորից միտեղ բարձրանաս, նորից միտեղը հասնես, նույն գծով միշտ չէ որ կարող է տեղ հասնես։ Մի խոսքով ամեն նավ ունի իր փոքր նյուանսները։ Բայց հարցը նրանում է, որ արդեն զգում եմ, որ այդ կրուիզներն էլ ինձ բավականություն չեն պատճառում։ Մենք կանեկանք այդ կրուիզները արդեն էլին առաջվա ոգևորությունը չեմ ունենում։ Առաջ որ կրուզ էինք գալիս, կրուզ, հենց ոգևորված էինք շատ։ Հիմա արդեն դարձել է Գյումրի Երևան ճանապարհը իմ համար։ Մի բանը պետք է քիչ լինի, որ շատ է լինում, արդեն այդ էֆեկտը չի ունենում։ Հիշում եմ, որ առաջի անգամ կրուզ եկանք Ստեփան։ Հիշում ես ինչ-որ հետաքրքիր էր էլի մեր համար, առաջի անգամ, հետո երբ որ առաջի անգամ եկանք Ալյասկա, չէ, Ալյասկան ինչքան հետաքրքիր էր։ Նույնիսկ այս վերջի անգամ, որ գնացինք Եվրոպան, դա էլ էր հետաքրքիր։ Thank you։ Ամենալավ բանը կրուիզի տաք հացն եմ սիրում։ Այս լավ տաք հացի հոտ է գալիս։ Հա, բայց այս անգամ կրուզը շատ տեղեր եղել ենք արդեն։ Ուղղակի եկել ենք ժամանակ անցկացնելու համար։ Այդքան որ գնում ենք կրուզով ու ես գիտեմ, որ ես ուրիշ շանս չեմ ունենա գնալու, եթե կրուզով չգնամ։ Բայց այս օրինակ Եվրոպայի, ոչ թե Եվրոպա, այլ Եվրոպայում այդքան շատ երկիր։ Մոտ 20-25 երկիր մենք 25 քաղաք գնացինք։ Այդ Ճապոնիայի կրուզ ունենք, դել եմ մի քիչ ոգևորված, հետո կլինի իհարկե։ Բայց այս անգամ բանը Կարիբյան կղզիներ է, որ շատ ենք եղել։ Առաջինը որ գնալու ենք, գնում ենք Քիվեստ, չէ՞։ Քիվեստում էլ եղել։ Բայց ես նոր եկի Ամերիկա, երբ որ գնացի Քիվեստ գնացի ու Հեմինգուեյի մի քանի դեր չէ։ Հա, մի քանի տեղ կա, որտեղ չենք եղել։ Այդտեղ շատեր եղել ենք։ Երևի հենց դրա համար է ոգևորությունը։ Այս իմ սուպն է, շուտ սպիտակ սուպը, մեջն է ռայս։ Վերջապես իմ սալմոնը վերեցին։ Այսօր ինքան վատ են աշխատում, ես այն բան չէի տեսել, ահագին սպասեցինք։ Սալմոնա, խորոված սալմոնա, բարբեկյու։ Հիմա քանի որ մի քիչ ժամանակ ունենք, ես մի քիչ պատմեմ, թե ինչպես սկսեցինք մեր այս նոր կրուզը։ 14 օրվա կրուզ էր, մենք նախորոք գնացինք Տեքսաս, Տեքսասով պիտի գնայինք և մի օր առաջ վերցրեցինք մեր ինքնաթիռի տոմսը, վախեցանք, որովհետև ամեն ինչ կարող է պատահել հիմա։ Շատ առաջներում, որ ես գնում էի, հաճախակի այնպես էինք վերցնում, որ տոմսը վերցնում էինք, հասնում էինք տվյալ նավահանգիստը ու միանգամից նստում էինք նավ, գնում էինք։ Հիմա այս վերջի դեպքերը այնպեսին ստացվեց, որ ես վախենում եմ այդ տոմսը վերցնեմ այդ նույն օրվա համար,
որովհետև կարող է մանավանդ ձմեռա հիմա ձյուն կա, թռիչքները հետաձգվում են հաճախ տարբեր պատճառներով, դրա համար սովորաբար գոնե մի օր առաջ են վերցնում։ Այս վերջերս մենք կրուզ գնացինք, Եվրոպայի կրուզը, եւ մեր հետ հայերի խումբ կար։ Հայերի խումբ չէր, երկու զույգեր էին, տարբեր զույգեր էին Լոս Անջելեսից եկած, ու երկուսն էլ Լոս Անջելեսից երբ որ թռել են, եկել են Հռոմ պիտի գային, երկուսի թռիչքներն է հետաձգվել է, ու ոչ թե մեկ անգամ, այլ մոտավորապես մի երկու անգամ անորոշ ժամանակով հետաձգվել է, ու այս մարդիկ հազիվ վերջի պահին հասնում են օդանավակայան, այն պահին, երբ որ արդեն կարնիվալի իրանց ավտոբուսը, որ իրանց բոլորին հավաքում էր տանելու էր նավահանգիստ, Հռոմից պիտի վերցներ տաներ Հռոմի նավահանգիստը, իրանք դուրսն են մնում։ Ստիպված հավաքվում են, տաքսին հսկայական փողեր են վճարում, մոտ $700 փող են վճարի կարծեմ, ու ասեց ինչ էլ ուզեին, մենք պիտի վճարեինք, որտեվ ուշանում էինք, ու մի կերպ հասել են նավ, դրա համար ես հիմա շատ վախենում եմ ու միշտ փորձում եմ գոնե մի օր շուտ առնել տոմսը, գալ տվյալ քաղաքի մոտ կամ տվյալ նավահանգստի մոտ գտնվող քաղաքներից մեկը, հյուրանոցում մի գիշեր մնալ։ Հյուրանոցը, որ եկանք, սովորական օդանավակայանին կից հյուրանոցների նման հյուրանոց էր, այսինքն շատ շքեղ հյուրանոց չէր, բայց ամեն ինչով հագեցած հյուրանոց էր, նույնիսկ նախաճաշ ուներ ու բավական լավ նախաճաշ էր, շաթլ բաս ուներ, որ մեզ օդանավակայանից բերեց դեպի հյուրանոց եւ հաջորդ օրը հյուրանոցից տարավ դեպի օդանավակայան։ Դժգոհ չէ, մեկ օրվա համար նորմալ հյուրանոց է, նկարել եմ ես այդ ամեն ինչը, կտեղադրեմ, կնայեք, դրսի ձայներ ալասվում, կրուզի մարդիկ են։ Հաջորդ օրը մենք նախաճաշեցինք ու այդ շաթլ բասով հյուրանոցի, անվճար շաթլ բասով, մենք գնացինք դեպի օդանավակայան նորից, նույն օդանավականը, որտեղ որ եկել էինք։ Օդանավակայանում կային տարբեր նավերի ներկայացուցիչներ նստած եւ իրենց ուղևորներին հավաքագրում էին։ Մարդիկ, որոնք վերցրել էին ավտոբուսները, որ այդ տվյալ ավտոբուսներով գնան դեպի նավահանգիստ, բոլորին հավաքագրում էին։ Ինչի էին մարդիկ այդպես անում, որովհետև Տեքսասի այս քաղաքը բավականին հեռու էր գտնվում Տեքսասի նավահանգստից, որտեղից մեր նավը շարժվելու էր, մոտավորապես 40 րոպեից 1 ժամ ճանապարհ էր։ Ու որպեսզի մարդիկ կարողանան գնալ, կարնիվալը ուներ այդպիսի տարբերակ ավտոբուսներ ուներ, եւ այդ ավտոբուսներով մարդիկ հավաքվում էին օդանավակայանում եւ նավակայանից մարդկանց ինքը տանում էր դեպի նավահանգիստը։ Եվ դա ուներ ոչ միայն կարնիվալը, այլև մյուս նավային ընկերությունները։ Հավաքվեցինք բոլորը միասին, իրենց ուղեբեռով սպասեցին, մինչև մոտավորապես 1 ժամ բոլորը հավաքվեցին, բոլորս նստանք կարնիվալի բասը, կարնիվալ նավին պատկանող բասը, ու այդ բասով մենք գնացինք դեպի նավահանգիստը, Տեքսասի նավահանգիստը, այդտեղից շարժվելու էր մեր նավը։ Առաջ ես հիշում եմ, որ ես գնում էի կրուիզների, շատ մեծ ոգևորություն ունեինք, շատ տենց ուրախությամբ, ոգևորված, ոայ կրուզ ենք գնում, հիմա եւի շատ է զարմանակ, բայց իսկապես այս վերջի եւի 10 տարում ես այնքան գնացի, որ արդեն առաջվա ոգևորությունն ու հետաքրքրությունը չկա։ Հիմա այս պահին ես այս կրուզը գնում եմ միայն նրա համար, որովհետև բավականին հարմար գին առաջարկեց մեզ կարնիվալը, ձմեռը ավելի հարմար էր կարնիվալով այդ նավով զբոսնել, ինչ-որ տեղեր կանգ առնել, ման գալ, ծովափներ, քան թե նստել տունը։ Դա մեկ տարբերակը, երկրորդը ձմեռը շատ ցուրտ էր մեր մոտ, Նյու Յորքում, Վաշինգտոնում, այս տարի բավականին ցուրտ էր։ Որպեսզի ձմեռվանից կրճատեինք մի քիչ 15 օր արևային, ծովային օր, վերցրեցինք այս կրուզը եւ գնացինք։
ինչ ասեմ, ես հաշվում եմ, որ մոտավորապես 1 տարի ես կրուիզային նավով ճանապարհորդել եմ։ Ինքը շատ ամերիկացիներ կամ երբեք չեն ճանապարհորդել, կամ երբ որ գնում են կրուիզներ տարին մեկ անգամ կամ ինչ-որ մի քանի տարին մեկ անգամ ստացվում է իրանց մոտ 7 օրվա գնում են կամ 10 օրվա, դա մեծ բան է ամերիկացիների համար։ Մենք արդեն 10 տարի է, տարին 5-6 եղել է կրուզեր ենք գնացել, ու որ հաշվում եմ մոտավորապես 1 տարի նավի մեջ եմ ապրել, իհարկե տարբեր ժամանակներով, ընդմիջումներով իհարկե։ Հետաքրքիր է իհարկե, լավ է, բայց արդեն այն ոգևորությունը բնականաբար չես ունենում։ Եվ Carnival նավային ընկերությամբ եմ գնացել, եւ Royal Caribbean-ով եմ գնացել, եւ Norwegian նավերի հետ եմ ես ճանապարհորդել, այսինքն ես տարբեր նավերի հետ եմ ճանապարհորդել, արդեն գիտեմ դրանց տարբերությունները, լավ ու վատ կողմերը, իրենց շոուները, որոշ շոուներ ես արդեն անգիր գիտեմ, հետաքրքիր չի, որոշ շոուներ, որ իմ համար նոր են, գուցե հետաքրքիր կլինի կնայեմ, բայց ընդհանուր առմամբ ամեն ինչ արդեն այս նավերում ինձ ծանոթ է, արդեն նավերի կառուցվածքը ես անգիր գիտեմ, թեև նավից նավ մի փոքր տարբերություն լինում է, բայց շատ նավեր ես արդեն մոտավորապես պատկերացնում եմ, ես որ մտնում եմ նավ, ես երբեք չեմ խճճվում, էլ չեմ ասում, որ նույն նավը ես եղել է, որ 5-6 անգամ արդեն նստել եմ, արդեն անգիր գիտեմ նավում որը ինչ է, իսկ այդ նավերը այնքան մեծ նավեր են, փոքրիկ քաղաքներ են իրենցից ներկայացնում, նավերը ունեն իրենց մարզասրահը, իրենց ֆուտբոլի, վոլեյբոլի տեղերը խաղալու, ֆիլմեր նայելու եւ թատրոնը, ռեստորաններ ունեն եւ ոչ թե մի հատ, այլ մի քանի հատ, կազինոներ ունեն, խանութներ ունեն նավերի մեջ, հսկայական նավեր են, էլի դրանք, այնպես փոքր նավակներ չեն։ Մոտավորապես ամենակիչը 2500-ից մինչև 5-6000-անոց նավեր եմ նստել, որտեղ այդքան մարդ է պարունակում իրան մեջ կարող եք։ Թեև ասեմ, որ ինձ ավելի շատ դուր են գալիս միջինից մի քիչ փոքր նավերը, 2000, 3000, լավ մաքսիմում 4000, շատ մեծ նավեր չեմ սիրում։ Շատ մեծ նավեր եւ նոր նավերը հետաքրքիր են իրենց նորարարական ինչ-որ հետաքրքրություններով, բայց ես ինձ ավելի հարմարավետ եմ զգում փոքր նավերի մեջ։ Եվ շատ տեղեր, օրինակ, որ գնում ենք Ալյասկային գնացել, Գրենլանդիային գնացել նավով, այդ տեղերը մեծ նավերը չեն գնում, կոնկրետ որոշակի չափերով նավերին է կարելի գնալ ու այդ փոքր նավերն են միայն գնում։ Մենք այդ փոքր նավերով ենք գնացել, փոքր, բայց էլի փոքր չեն, էլի մոտ 2500-ից 3500։ Այսօր դե հազիվ եկանք, տեղավորվեցինք, մեր ճամպրուկները մենք հանձնեցինք, հետո իրանք բերեցին այդ ճամպրուկները մեր, բերեցին դրեցին սենյակների դիմացը, յուրաքանչյուրինը, ճամպրուկները դասավորեցինք, տեղավորեցինք այդ մեր իրերը, 15 օրվա համար իրեր ունեինք, տաք եւ ամառային շորեր, լողացկեստներ եւ այլն գլխարկներ, ամեն ինչ 15 օրվա համար։ Ինչքան ասում եմ քիչ վերցնեմ, բայց էլի այսքան գալիս եմ, էլի չեմ սովորել քիչ վերցնելը։ Էլի մի հատ միջին ճամպրուկ վերցնում եմ ինձ հետ։ Հետո եկանք ծանոթացանք էլի, ինչ էլ չլինի, մի փոքր տարբերություն կար այդ հին նավերի համեմատ այս նավի հետ, նավի կառուցվածքի հետ, տեսանք թե որտեղ է գտնվում ֆիթնեսը, ջիմը, որովհետև ես առավոտյան հիմա հետ արթնանալու եմ ու վազել եմ ջիմ, ռեստորան գնացինք, բուֆետ գնացինք, մի քիչ ամենտեղ փորձեցի նկարել, այս նավը կանգնեց ու մոտավորապես 5-6 ժամ դերակորներ ու տալիքներ էր հավաքում ու իրան պահեստավորում էր, որովհետև այդ հսկայական պահեստները պետք էր, որ 15 օրը այս մարդկանց կերակրեին։ Այս ամերիկացիները գալիս են ծովից փախած եւ բոլորս իհարկե այս թվում է, որ արձակուրդ է, ուրեմն ազատություն, ոչ մի դիետա, ոչ մի բան, սկսում են ընկնում են ուտելիքի վրա, նաև խմիչքների վրա, խմիչքների մեծ տեսականի են
այստեղ տեսակավորում վերցնում, որովհետև մարդիկ նաև շատ խմում են նավի վրա, չնայած ես հարբած վիճակում շատ քիչ եմ տեսել ուղևորներ։ Թեթև ալկոհոլային, կիսալկոհոլային խմիչքներ են հիմնականում։ Էլ ինչ արեցինք, ոչ իման չարեցինք։ Այսօր հանգստանում ենք, վաղն է ծովային օրը բնորոշ է իրեն հատուկ միջոցառումներով, մարդկանց վաղացնելու է էլի, տարբեր հետաքրքիր միջոցառումներ ունի, բարեր է սովորացնելու, առավոտ ծանոթացնելու է մեր գնալու կղզիներին, թե որտեղ ինչ են կարող անել, ինչ էքսկուրսիաներ կան, առաջարկելու եմ ես էքսկուրսիաներ վերցնել, այդ ընթացքում խաղարկություն անելու, բինգո են խաղալու, հետո արդեն լանչը, ճաշը եւ այլն ու երեկոյան շոուն կլինի։ Հա, այսօրվա վաղվա ճաշը լինելու է լոբստերի պոճիկ։ Լոբստերի պոճիկը համարվում է շատ սիրելի կերակրատեսակ այս ամերիկացիների համար եւ հարգի։ Եվ 7 օրվա կրուիզներում 1 անգամ են տալիս, 14 օրվա կրուիզներում մոտապես 2 անգամ։ Եվ քանի որ մենք 14 օր ենք այսօր լինելու, ուրեմն ունենալու ենք 2 անգամ լոբստերի պոճիկով ճաշ։ Ու հետո կարող է ուրիշ բաներ լինելու իհարկե, բայց իրա ամբողջ իմաստը այդ լոբստեր թեյլ են ասում, դա։ Վաղ կնկարեմ այդ ճաշը, տեսնեք, եթե կողքը շատ մարդ չլինի։ Այսօր օրինակ ուզում էի լավ նկարեի հետաքրքիր բան, բայց որ հենց սեղանին մարդիկ էին նստած, ստացվեց լավ նկարել, այնքան որ մի քիչ։